Իրանը աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին, հայտարարել է Բաքվում գտնվող արտգործնախարար Աբբաս Արաղչին Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսում։ Իրանի և Ադրբեջանի միջև կապի ընդլայնումը նույնպես մեր քննարկումների թեմա էր։ Իրանը աջակցում է 3+3 ձևաչափին։ Այս մեխանիզմը նպաստում է կայունությանը, խաղաղությանը և զարգացմանը տարածաշրջանում։ Հունգարիայի վարչապետը կարծում է, որ ԵՄ առաջնորդները ցանկանում են մինչև 2030-ը Ուկրաինային ընդունել իրենց համայնք ամբողջ Եվրոպան ՌԴ-ի հետ ռազմական հակամարտության մեջ ներքաշելու համար։ Բրյուսելը պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի, արդեն սահմանել է պատերազմի մեջ մտնելու նպատակային տարեթիվը՝ 2030 թվականը։ Զենքի ծրագրի նպատակն է միությանը պատրաստել պատերազմի մինչև 2030-ը, այն նաև Ուկրաինայի ԵՄ-ին արագացված անդամակցության նպատակային տարեթիվն է, նշել է նա։ Ուկրաինայի հակամարտության կարգավորման ԱՄՆ նախաձեռնությունը կլինի Թուրքիայի նախագահի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի միջև երկուշաբթի օրը Ստամբուլում կայանալիք բանակցությունների օրակարգում, ՌԻԱ Նովոստիին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։ Նախատեսվում են քննարկումներ հակամարտությունը կարգավորելու ԱՄՆ հայտնի նախաձեռնության և հնարավոր համատեղ միջնորդական ջանքերի շուրջ։ Իտալիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին հայտարարել է, որ ԵՄ-ն չունի իսկապես ուժեղ առաջնորդություն։ Նա կարծում է, իր ներկայիս տեսքով Եվրամիությունը չի կարող հավասար դիրքերում լինել մյուս խոշոր խաղացողների հետ։